Ermeni soykırımı talebi var. Թուրքիան ունի նաև հայոց ցեղասպանության թեման փակելու պահանջ։ Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտողականության քաղաքականությունը։ Ինչու է Թուրքիայի համար դժվար ու բարդ ընդունել պատմական իրողությունն ու այդ kերp փակել էջը։ Diyor. Neden gerçeğini dinlemek zordur Türkiye'nin için? Yani çünkü bu bugünkü Türkiye devletinin üzerine kendini inşa ettiği ana omurgadır. Yani Türkiye Cumhuriyeti bugünkü yani 100 yıl önce Որովհետև այսօրվա թուրքական պետությունն այդ հիմքի վրա է կառուցվել։ Մեկ դար առաջ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է ոչ մուսուլմանների, հիմնականում հայերի, հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպանությամբ։ Օսմանյան կայսրությունից Թուրքիայի Հանրապետության անցումն այնպիսի պատմությամբ է, որի հետ Թուրքիան չի կարողացել առերեսվել, թեև մեկ դար է անցել։ Թուրքիան չի առերեսվել այս ցեղասպանությունների հետ, չի առերեսվել այս խտրականության հետ։ Սա ներկա կառավարությանն ուղղված մեր առաջին հարցն է, եւ այդ պատճառով էլ մեզ համար դժվար է եղել։ Մինչ մենք քննարկում ենք այս ամենը, Թուրքիայի կառավարությունը երգում է մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ կարգախոսը։ Այլ կերպ ասած, Թուրքիան հրաժարվում է ընդունել այն իրողությունը, որ տարբեր ժողովուրդներ, այս տարածաշրջանի հինագույն ժողովուրդները, հայեր, քրդեր, լազեր, արաբներ, չերքեզներ, հազարամյակներ շարունակ ապրել են այս տարածքներում։ Սա է մեր պայքարի հիմքում։ Ինչու օրինակ Թուրքիայում հիմա 25 միլիոն քուրդ կա, բայց քրդերենը դեռևս հեռու է պաշտոնական լեզու լինելուց։ Քրդերենով կրթությունն արգելված է, բանտերը դեռևս լի են քուրդ ակտիվիստներով։ bizim de açıkçası temel mücadelemiz bu. Niye mesela Türkiye'de şu an baktığınızda nereden baksanız 25 milyon Kürt var ve Türkiye'de hala Kürtçe resmi dil olmaktan uzak, Kürtçe eğitim yasak. Hala cezaevleri bir sürü Kürt aktivistiyle dolu. Hala yani. Bu Kürt Հավատում եք քրդերի հետ կապված այս գործընթացին։ diyorsunuz. Tabii ki inanmıyorum yani orada da ben Իհարկե ոչ, այստեղ էլ նույն պատկերն է։ Թուրքական պետությունը, թուրքական կառավարությունը իսկապես մաքուր խղճով է գնում Հայաստանի հետ կարգավորման։ ne sorunumuz var? Biz barışalım ve sınırlarımızı aşalım diye mi gidiyor? Hayır. Bir planla gidiyor kafasında. Bir zorunlulukla gidiyor. Mesela Türkiye şimdi dese ki hayır ben bu işe girmiyorum. Onun ABD ile ilişkileri ona böyle bir şey dedirtmiyor. Çünkü aynı zamanda ABD ona da eğer bu benim kurmaya çalıştığım denklemin içine yani Փորձում է խաղաղություն հաստատել եւ բացել սահմանը։ Ոչ, նրանք գնում են մտքում ունենալով ծրագիր։ Նրանք գնում են, որովհետեւ պարտադրված են։ Եթե Թուրքիան ասի ոչ, ես դրան չեմ մասնակցում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խնդիրներ կլինեն։ Թույլ չեն տան նրան նման բան ասել, որովհետև ԱՄՆ-ն ասում է, եթե չմիանաս այս հավասարմանը, որը ես փորձում եմ հաստատել, այսինքն Կենտրոնական Ասիայում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ գործողությանը, քեզ նույնպես կրակը կնետեմ։